Մենք հիմա գտնվում ենք Երևանի բժշկական կենտրոնում եւ ընդամենը մի օր լրացե ինչ իմ ամուսնուն արել են վիրահատություն, ռոբոտիկ վիրահատություն, շագանակագեղձի հեռացման։ Ես Քյավառի Կորմիր գյուղից եմ, 1958 թվականից ծնված։ Ես ոչ մի բանի վատ չէի զգում, ոչ մի խնդիր չունեի։ Այդտենց մեր մոտ եկան բան, ստուգման, այդտենց Երևանից մեր բանում եկան ամբուլատորիայում ստուգելու։ Այդտենց ասինք, որ բանը լետանք մի հատ ստուգենք։ Հետո ստուգելուց հետո հայտնաբերվավ էդի։ Իմացել ենք, այդ խնդիրը շատ լուրջ է, շատ լուրջ եւ շատ հուզված էինք, երբ որ իմացանք, որ նման խնդիր ունենք։ Ես անձամբ որպես կին բոլորը ինձ կհասկանան։ Ինչքան դժվար էր դա հասկանալ։ Գիտակցել, թե ինչ վիճակում է քո ամուսինը։ Գիտեինք նաեւ, որ կա Երևանում շատ լավ բժիշկ։ Գիտեինք նույնիսկ իր հայրիկի մասին, թե ինքը ինչ բժիշկ էր։ Որոշեցինք գալ։ Եկանք Երևանի, տեսանք բժիշկին, հանդիպեցինք, բժիշկը բացատրեց մեզի, հետո նկարով էլ ցույց տվեց ինչ է ձեր մոտ կատարվում, պրոցեսը այս ձևը, ես պետք է վիրահատվես։ Եվ բժիշկը ասավ, որ մոտ ժամանակները սլնելու այդ ռոբոտը։ Իմանալով այս տեղը, որ այսպես լավ վիրահատում են, ռոբոտային է թեկուզ նոր անգետուս։ Ես չէի ասի, որ ես վախեցա, կարող անհանգստացա, բայց վախ չկար։ Բժիշկն այդպես ռեալ պատասխան էր տալում, լրիվ հաստատ էլ արդեն այդ կորում էր այդ վախերը։ Վստահում ենք եւ գոյենք, քանի որ հələ սուտքեն չթեմ ես արդեն ցավերից ազատվեր եմ, ցավ չունեմ։ Բժշկի մասին ուղղակի խոսքեր չունեմ։ Այդ ես չգիտեմ նույնիսկ ոնց արտահայտեմ իմ հիացմունքը, ես մեծ եմ, ինքը երիտասարդ է։ Բայց այդքան հավատացինք մենք այդ մեր երիտասարդ եւ պրոգրեսիվ բժշկին, որ չմտածեցինք, թե ինչ վիրահատություն ենք անում, իմանալով, որ ամեն ինչ կլինի շատ լավ։ Շատ ենք խոսել մեր հարևանների հետ, որոնք արել են առաջինը այդ վիրահատությունը, հետո նոր մենք, ես դաժե ասեցի ամուսնուս, որ ոսկե մեդալ դու չստացար, ոսկե մեդալ ստացել են արդեն, դու հələ որ արծաթի մեդալ ես, բայց երեկվանից նկատել եմ, թե ինչքան շատ մարդիկ արդեն ես իմ աչքով եմ տեսել եւ իմ ականջներով լսել եմ, թե ինչքան մարդիկ արդեն ուզում են գրանցվել եւ գրանցվել են, որպեսզի նույն ձևով անել վիրահատությունը։